Այսօրվա աշխատանքը ցույց տամ HiPost-ի միջոցով փարակարից մեզ Redmi A5-ին ուղարկե կոդ բացելու, բայց սա սովորական կոդ չէր, բացատրեմ թե ինչու։ Վրան եղել է Radzytelsky control, իսկ վրայի կոդը մոռացել են, դե իսկ կնոպկաների միջոցով wipe data factory reset անել, այսինքն զբրոս անել հնարավոր չէ, քանի որ այդ տողը բացակայում է։ Ու եթե դու էլ ունենաս Redmi ու տարիքը ցածր նշես Google account գրանցելուց, քո մոտ էլ նայ զբրոսի տեղը կբացակայի ու այսպես կնոպկեքով մենյու մտնելուց չես ունենա wipe data factory reset, ինչը կնշանակի, որ սովորական մեթոդներով զբրոս անել կամ կոդից ազատել հնարավոր չի լինի, պետք է հավելյալ ծրագրեր։ Մենք ունենք նմանատիպ ծրագրեր, այնպես որ եթե գործանող ես ու չունես, կարող ես նաև մեզանից ձեռք բերել այդ ծրագրերը, բնականաբար վճարովի ծրագրեր են։ Այս էլ հեռախոսի վերջնական տեսքը աշխատում է անթերի, հետ ենք ուղարկել նույն հասցեով, իսկ եթե դուք էլ կունենաք նմանատիպ խնդիրներ, կարող եք դիմել մեզ։ Իմիջիայլոց շատ մոդելներ, այդ թվում նաև Samsung-ները, այժմ արդեն հնարավոր է բացել նաև հեռահար տարբերակով։